Բարևներ Արմաշի համից բոլոր իմ լավ հետևորդներին և մեր հոլովակը դիտողներին և շնորհակալություն մինչև վերջ հոլովակը դիտելու համար։ Հարգելիներս, վերջապես ներկեցի մազերս, սա իմ սիրած գույնն է, որ ես միշտ ներկում եմ սև գույնը։ Այս անգամ ներկել եմ Պրեստիժի սևը, հարգելի հետևորդներ ջան, իմ սիրած գույնն է, որ ներկուզում ալինի պետք է լինի սև, հարգելի հետևորդներս։ Եվ ես էլ արդեն պատրաստվել եմ, տանից դուրս եմ գալի։ Հարգելի հետևորդներ ջան, ուրեմն ասեմ ուր եմ գնում։ Այսօր գնում եմ Մասիս քաղաք։ Ես իմ հոլովակում ասել եմ, որ պետքա գնամ տիկին Անահիտենց տուն, իմ հետևորդներից է։ Այսօր ցանկությունս է, որ պետքա գնամ տիկին Անահիտենց տուն։ Իհարկե գիտի տիկին Անահիտը, որ ես այսօր պետքա գնամ Էլենիս հետ։ Ուրեմն ասեմ հարգելիներս, ցանկությունս շատ էր, որ հանդիպեի տիկին Անահիտին։ Ճիշտ է, մենք չենք շփվել դեռ, մենք զրուցել ենք հեռախոսով, տիկին Անահիտը միշտ հաճելի, գեղեցիկ համով հոտով մեկնաբանություններ ա գրել իմ հոլովակներում, միշտ։ Ու ինձ համար շատ հաճելի անձնավորություն ա թվում տիկին Անահիտը, հարգելիներս, դեռ չեմ հանդիպել տիկին Անահիտին, բայց գիտեմ, որ պետքա շատ գոհ լինեմ մեր հանդիպումից։ Դե իհարկե, մենք հեռախոսով զրուցել ենք, ես նորից ասեցի, բայց չենք շփվել։ Հիմա այսօր որոշել եմ, որ պետքա հանդիպեմ տիկին Անահիտի հետ։ Գնում եմ Էլենիս հետ, հարգելիներս, դե տղաս ա մեզ տանում։ Հիմա պետք է արդեն մենք տանից դուրս գանք։ Դե ես ասի մի հատ ձեզ ողջունեմ, հարգելիներս, եւ ասեմ ուր եմ գնում, ու մի բան էլ ավելացնեմ, հարգելիներս, ես դեռ չգիտեմ այնտեղ տիկին Անահիտենց տուն կնկարեմ, թե չեմ նկարի, դա արդեն էական չի, հարգելիներս։ Կարևորը, որ ես գնում եմ եւ իմ ցանկությունն է, որ հանդիպեմ տիկին Անահիտին։ Դե եթե չնկարեմ էլ, դա արդեն ոչինչ, դա իրենց ընտրությունն է, հարգելի հետևորդներ ջան։ Այսքանը մնացեք ինձ հետ։ Արդեն երեխաներս ինձ են սպասում մեքենայի մեջ։ Եկա։ Մելեն հələ տոնածառը տես ինձ սիրունա։ Հարգելիներս, ես վերջապես հասա Անահիտ տոտայենց տուն։ Հələ դու տեսեք Անահիտ տոտան ինչա թխե, փախ լավա։ Մեկի տեղը երկու հատ ա թխե, ժողովուրդ ջան։ Մեկը ինձ համար ա թխե, մեկն էլ թխել ա իրենց համար։ Ես էլ աշխատանքի էի, Մանեն էլ աշխատանքի քիչ առաջ էի եկել։ Հա, ասեց մաման։ Ասեմ հարգելի հետևորդներ ջան,
Վերջապես հանդիպեցի իմ Անահիտ տոտային ու հենց իմ պատկերացրած Անահիտ տոտան էր, ժողովուրդ ջան։ Շատ գոհ եմ Անահիտ տոտայից, իր վերաբերմունքից, իր ընդունելությունից։ Այս կուտեղով էլ տեսեք ժողովուրդ ջան, Անահիտ տոտան ինձ համար է թխե այս համով հոտով փախլավան։ Նախապես էլ նայեք, տեսեք տուփ ա բերել, որ տնի մեջ է, ես տանեմ ինձ հետ։ Նկարս կերևա հերիկավի։ Անահիտ տոտան էր իր ամուսնու հետ և իր աղջկա հետ, հա Անահիտ տոտ, աղջիկը տա։ Սուրճի սեղանը Անահիտ տոտան, գեղեցիկ սուրճի սեղանը պատրաստել մեր համար։ Ասեմ հարգելի հետևորդներ ջան, ճիշտ է չցանկացավ Անահիտ տոտան նկարվել, ոչինչ, խնդիր չկա, կարևորը ես իրան մոտիկից տեսա և շատ գոհ եմ, և շատ սիրեցի Անահիտ տոտային, թող բոլորն էլ Անահիտ տոտայի նման լինեն բարի, ազնիվ, ինչ ասեմ, հոգատար, համ մայրիկ, համ ինչի չէ, ինչ ասեմ, ինձ համար, ինչ ասեմ Անահիտ տոտա, մենք նոր տեսանք իրար, նոր ծանոթացանք, շատ սիրեցինք իրան ու ասեմ Անահիտ տոտանի մայրիկի տարիքին է, ինձ թող լինի մեծ քույրիկ, իմ հավատարիմ հետևորդը, ինձ համար մեծ քույրիկ, շնորհակալ եմ Անահիտ տոտա ջան, շնորհակալ եմ ընդունելության համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ, ես շատ սիրում եմ քեզ Գալինա ջան։ Ապրեք, մենք էլ ձեզ ենք շատ սիրում, այնքան շատ եմ սիրում, որ ես եկել եմ ձեր տուն Անահիտ տոտա։ Շնորհակալ եմ, ապրես։ Գելիներս մենք արդեն դուրս եկանք տիկին Անահիտեստանից, հիմա էլ գնում ենք քաղաք, դե ուզում եմ այսքանով էլ ավարտեմ այսօրվա հոլովակը և ձեզ ասեմ ցտեսություն։